Աստուծոփար կուտանք, որտեղ մեզի այս օրհնյալ արիթը շնորհեց, գահավախ հմփվինք, որբեսի մեր դերը բաշտենք, անորը հաղորդակցենք եւ իր խոսքը լսենք, իր ցայնը լսենք։ Որքան պետք ունենք այս չարաշխարի մեջ լսելու մեր Տիրոջ ցայնը, անոր քաղցր ցայնը, հորթորները, մխիթարությունները, քաչալերական խոսքերը մեր հոգևոր շինության համար։ Եկեք հոդնգայս 7-րդ շարականը երկենք, շարական թիվ 7-ը, անոնք որոնք կրնան ոտքի վրա։ Քրիստոսի մեջ մեր անեցա, Մեր փոխադարձ ընթերցանությունը բիդլա թիվ 3 երկրպագության ուրախություն։ Ինչպես սիրելի ենք ու բնակարաններդ, ով զորած Տեր։ Ջնջուգնալ դուն կդավ ու ձերնիգը իրեն փույն իր ցակերը տնելու համար քու սեղաններուտքով ով զորած Տեր իմ թակավորս ու Աստվածս Երանի այն մարդոց որոնց զորությունը քեզ մե է ու իրենց սրտի մեջ դանը ջամփաները կան Անոնք զորութեն է զորություն գերտան, մինչև որ Սիոնի մեջ Աստուծո առջև երևնան։ Ով Տեր զորած Աստված, լսեք իմ աղոթքս, առանջիր ով Հակոբի Աստվածը։ Ով մեր վահանը Աստված, դես ու քու օծյալիդ երեսը նայե։ Ասացի քու սրաներու մեջ մեր օրը հազարեն ավելի ընդրեցի իմ Աստուծո նշեմի վրա գնան, քան Տեր ամբարշտած վրաներու մեջ բնագի։ Քանզի Դեր ասված արև ու վահան է, Դերը շնորհ ու փառք պիտի դա, փառությունը պիտի չբացեցնե ուղղությամբ քալողներեն։ Ով զորած Տեր, երանելի է քեզի հուսացող մարդը։ Ամեն։ Թող Աստված օրհներ խոսքին ընթերցանություն եկեք աղոթքով այս բահը դերոջ անցնենք եւ մեր պաշտամունքին վրա նոր օրհնությունը խնդրենք։ Սիրելի Հայր փառք ուտանք քեզի, որ այս օրը մեզի շնորհեցիր, այս դերունական օրը գահամախմբվին կուտաջարիտ մեջ քու երեսդ խնդրելու եւ մեր սրտի շնորհակալությունները հայտնելու այո Տեր անարժանապար կմոտենանք ու շնորհած քայ դարչև Գիտագից ենք որ մենք թերություններով դգարություններով լեցուն արարածներ ենք բայց ով Տեր նաեւ գիտագից ենք եւ գահավատանք փորձառությամբ ճաշակած ենք ու մեծ շնորհքդ որ մեզի հասավ
Շնորհակալ ենք ով Տեր Հիսուսով մեզի շնորհ կրիր եւ արժանացուցիր քու շնորհած քայդ արչեւ մոտենալու քեզի հետ հաղորդակցելու մեր խնդրանքները քեզի ներկայացնելու եւ քու անունդ մեծարելու բատվելու Փառք ու դանգով Տեր այս մեծ առանձնաշնորհին համար զոր գվայելենք Տեր շնորհակալ ենք որ քու շնորհքդ խիստ շատ եւ մեծ եղավ յուրաքանչյուրիս վրա երբ մեր անցյալը դիտենք եւ ներկան դիտենք գիտակցենք թե որքան խեղճ մարդիկ ենք անզոր բայց ով Տեր մենք քեզմով զորավոր ենք այո Տեր առանց քեզի քայլ մը չենք կրնար առնել Դու մեզ սիրեցիր անոր համար մենք կրնանք քեզ սիրել քու սիրույթ արցականքն է որ մեր սրտերու մեջ դարածվելով գմղե քեզի համար ապրելու, քեզի հետ քալելու եւ դեր բտղափեր յանքը ունենալով քեզ բատվելու այով դեր ամեն բան քեզ մե է եւ այս ասորամարտեր փառք ուտանք եւ գխնդրենք որ այս պաշտամունքը օրհնես ցերկերուտ գանցնենք գհրավիրենք Սուրբ Օքին որ կորձե յուրաքանչյուրիս ներսիտի մեջ մեր մտքերը լուսավոր է, մեր սրտերը պատրաստ է, որբեսի խոսքդ, որբես աղեք հողի մեջ ցամվի եւ բդուկ տա։ Նաեւ դեր մեր խնդրանքները քեզի կբերենք, մեր հիվանդները հիշե, անոնք որոնք անգողինի գծարային, անոնք որոնք դեր ոտքի վրա են, սակայն ցավեր ունին, քու բժշկությանդ կգարոդին, բոլորին թուն այցելես եւ բժշկես դեր։ Եվ այս բոլորի մեջ միմիայն քու անունդ փառավորվի բոլոր այն երկիրները հիշե ուր քու զավակներդ իրենց հավատքին համար գալածվին գդարաբին գչարչարվին դեր մանավանդ Ասիո մեջ Աֆրիկայի մեջ գխնդրենք ով դեր մենք ալ քու ծառայիդ հետ մեր ցայները կփարսացնենք ըստելով ամեն եկուր Տեր Հիսուս գսպասենք քու քալստյանը ով դեր մինչև այն օրը մեզի ըսկաս արթուն բայես Եվ մեր սիրտերը քեզի գապված ըլլան, գարչած ըլլան, որբեսի ոչ մեկ բան մեզ հերացնե քու սերդ։ Այս պաշտամունքը սկիզբը մինչև վերջ քու առաջնորդությանդ գանցնենք, փառավորվե մեր մեջ Տեր Հիսուսի անով գխնդրենք, ամեն։ Ռամեցեք։ Պիտի շարունակենք 36-րդ երկնալ երկելով 36 Աբահով Տեր մեզ պահեց աշահատ ալմավանե և այսօր մեզ ողջորվեց որ շնորհ խնդրենք ինչ հաջող է իրակի նման երկնավորի Nerga
Մեր հաջորդ երկը բիդելա 601, թիվ 601, ասոր երկրորդ տունը զանց բիտնենք, պիտի երկենք առաջին, երրորդ և չորրորդ տուները։ Ով դեր ասված, երկին եմ որ ապշակը, լի աշխարներ, ստեղծված կործերով, թիդեմ աստղեր, լսեմ որոններ ահեր, ուժ բարձրված, դիես էր ամեններ, անջան Փառք է քալել անոր հետ, որ զիս փրկեց իր արյունով, իրապես մեծ փառք է բադիվ է մեզի Աստուծո հետ քալելը։ 50-րդ երկը, մեր վերջին երկը պիտի ըլլա, թիվ 53, որ մետքը հայտարարություններուն գանցնենք, սիրո նվերներուն և ապա Աստծո պատկամը լսել է առաջ վիքի քույրը մեզի պիտի մեներք է։ Ուրեմն 50-րդ երկը։
Երանելի այն մարդը, որ դերոջը գողմա անցած է և իրեն հետ կքալ է, թե հոս ան երջանիկ է և թե հավիտենականության մեջ։ Շնորհակալ եք Վիքի, Մարիթա, դերը խոստացած է մեզի հասցնել հոն ուր որ է։ Կարևորը մեր սրդերը անոր վրա գարչած լան և հոն հասնիլը երաշխավորված է։ Աստուծո խոսքեն առաջին քիրքեն ծննդոց 5-րդ գլուխեն հատվածը պիտի գարտամ, որ գտնվի այդ հատվածը 21-ին 24 համարները։ Ուրեմն ծննդոց 5, 21-ին 24։ Ու Ենովք 65 տարի ապրեցավ և ծնավ Մաթուսաղան։ Ու Ենովք Մաթուսաղան ծնանել է ետքը 300 տարի Աստուծո հետ քալեց և տղակներ ու աղջիկներ ծնավ։ Եվ Ենովքի բոլոր օրերը 365 տարի եղան։ Ու Ենովք Աստուծո հետ քալեց և չեր գտնվեր, քանզի զասված արավ զանիգա։ Մեր նույնալ այս պիտելա Ենովք Աստուծո հետ քալեց։ Աստուծո հետ քալել շատ բան կենթադրե և մարդուն համար մեծ բադիվ է Աստուծո հետ քալելը։ Մեր խորհրդածության նյութը եղող անձը զոր ընտրած եմ հին ուխտի տնտեսության ժամանակաշրջանի մեջ ապրած էր։ Թիտմամբ այս անձը ընտրեցի տեսնելու համար և համոզվելու, որ եթե հին ուխտի տնտեսության այդ ժամանակաշրջանի մեջ մեկը երկար տարիներ
Աստուծո հետ քալած է, ուրեմն շատ դրամապանական է շնորհքի տնտեսության մեջ կարելի է Աստուծո հետ քալել մի քանի տարի, շատ չէ, մի քանի տարի, որով Աստուծո հետ չքալելու որևէ պատճառաբանություն դրամապանական չէ։ Երբ կսենք չենք կրնար Աստուծո հետ քալել եւ կսկսենք թվել պատճառներ մեր համոզումը հաստատելու համար։ Ադոնք միայն սուտ մխիթարություններ են, որոնցով կչանանք մենք մեզ արդարացնել, ըսելով մենք ուզենք Աստուծո հետ քալել։ Մեղա ով չուզեր Աստուծո, մենք կհավատանք Աստուծո, բայց շուրջինները չեն թողեր։ Խնամի մունիմ ամեն անգամ երբ կտեսնեմ ճիղերս կխանգարվի, ինչպես Աստուծո հետ քալեմ։ Այնպես որ հանցավորը ուրիշներն են, ես չեմ, ես ուզեմ քալել։ Շուրջինները հանցավոր են եւ ստեղծված բարականեր։ Անցնիկ մեր դյութին։ Ենովք Աթամեն 7-րդներ։ Իրեն համար չեք կարդար, որ մերավ, հաբա գարտացինք, չեր գտնվեր, քանզի Աստված արավ զանիգա։ Նոր գդագարանի մեջ ևս գարտանք իր մասին, Եբրայեցված թուղթի մեջ 11:5 գսե, հավատքով Ենովք երկրե փոխադրվեցավ, որբեսի մահ չտեսնե, ուդեղը չեր գտնվեր, վասնզի Աստված փոխադրեց զանիգա։ Քանզի անոր փոխադրվել են առաջ, վկայվեցավ, թե Աստուծո հաճելի էր։ Հութա առաքյալ ևս գիհիշե իր մասին, հութա որ մեկ գլուխ է, 14-15 գսե, անոց վրա մարգարեացավ Ենովքալ, որ 7-րդներ Աթամ է, ու սավ Ադերը իր փյուրավոր սուրբերովը եկավ, ամենուն թադաստան ընելու ու բոլոր ամբարիշները հանդիմանելու իրենց ըրած ամբարիշտությանը բոլոր գործերուն համար եւ բոլոր խիստ խոսքերուն համար, զորոնք ամբարիշտ մեղավորները անոր թեմ խոսեցան։ Անվավել քիրքերուն մեջ ևս Ենովքի քիրքը կրված 160-80 թվականներուն Քրիստոսի առաջ արամերեն կրված է եւ նաեւ հունարեն թարգմանված է։ Քիրքը լեցուն է հայտնություններով, մեսիային առնչությամբ, Թադաստանի մասին եւ այլն հութայալ գիհիշե եւ փարավոր թագավորության մասին։ Այդ քիրքի մեջ կհիշվի, թե Մեսիան ասված է, արդար է, ընդրված է եւ նաեւ որդի մարդո կգոչվի, որ ստեղծագործութենեն առաջ քոյեր, Թադաստան պիտի անե եւ արդար ժողովրդին հետ պիտի թագավորե։ Եկեղեցվոգարք մահայրեր իրենց քրություններում մեջ այս քիրքեն, Ենովքի քիրքեն մեջբերումներ ըրած են, ինչպես Կլիմենտ, Աղեքսանդրացի, Օրիգենոս, Արինոսը եւ Ջեստինը։ Ուրիշներ սակայն մերժեցին այս քիրքին Աստծո ներշնչված ըլլալը, ինչպես Հովանես Ոսկեփերան, Իրինեոս եւ Սուրբ Օգոստինոս։ Մեզի չի հետաքրքրել այս բաները, Ենովքի կյանքեն շատ դասեր կրնանք քաղել, թեև իր մասին քիչ կգարտանք։ Ենովք անունը հատկանշական է, նվիրված կնշանակ է, նվիրված։ Ենովք մեզի նման մարդեր դգարություններու, գիրքերու դեր մեկը եւ սակայն գրծավ գտնել իր թրախտը։ Հրաշք մը չկործեց, թագավորություն չհիմնեց, փանակ չուներ, բادرազմեր չմղեց, ինչպես Դավիթ։ Բարձ մարդ մներ եւ սակայն ինչ որ իր մասին կգարտանք երկու համարներու մեջ գրնա քիրքեր կրվիլ։ Առաջին
Աստուծո հետ քալեց։ Եվ ասի բավարար է այսօր վրա եթե խորհրդածելու սկսենք Աստուծո հետ քալեց։ Երովք Աստուծո հետ չվազեց, չծածկեց, հաբա անոր հետ քալեց։ Անգի առաջ անցնելով ալ չքալեց, ինչպես այսօր շատերս կնեն։ Աստծուց մի առաջ կանցնին, իրենց խելքին վստահելով, իրենց ուժին կարողության վստահելով և գուզեն կյանքի դժվարությունները դիմակրավել։ Աստված ուր է, անի չի հասկնար, այս վիճակից չի հասկնար, անորաբար զինքը մեկ կոնտրի։ Ենովք Աստուծո հետ քալեց։ Քայլ առ քայլ, ամեն օր, օրը օրին, երբ աչքերը կփանար գսեր ով դեր, ասեմ, գուզեմ այսօր ալ քեզի հետ քալել։ Ուր գուզես զիս խրգել, պատրաստ եմ։ Որու գուզես խրգել, պատրաստ եմ։ Եվ ասիկա դևեց 300 տարի։ Գրնակ երևակայել Աստուծո հետ քալելու մեջ մեծ օրհնություններ կան, մեծ։ Երբ Աստուծո հետ կքալենք, Աստված մեզ կգործածե իր ծրագիրներու մեջ բաժին ունենալու համար։ Քիչ բան է այս։ Քիչ բան է։ Աստված ծրագիր ունի եւ դու մեջը բաժին ունես։ Մեծ բադիվ է այս։ Նոյ Աստուծո հետ քալեց։ Աստծո ծրագիրի մեջ սկանչելի բաժին ունեցավ։ Անոր հավատաց, ըսածներուն հավատաց։ Եվ ոչ թե Աստուծո քոյության գավադար, ինչպես շատերս Աստծո քոյության գավադան մարդիկ մեծամասնությունը, սակայն Աստուծո ըսածին չեն հավատար։ Աստված ասավ չրեղե պիտի գրգեն։ Հսկա նավը պիտի շինես, չափերը դվավ, հավատաց։ Եվ Աստուծո գողմե անգե մեծ բադիվ ստացավ և բոլոր աշխարհի գրողները նույնիսկ գիհիշեն նոյը։ Հովսեփ Աստուծո հետ քալեց։ Անոր հավատաց, վստահեցավ, բարակաները իրեն համար դխուր էին։ Եվ բնական է Հովսեփ մեզի պես մարդ էր, հրեշտակ չէր, թերություններ ուներ, դգարություններ ուներ, մարմինի մեջ էր, մսեղեն մարմին ուներ, արյուն ուներ, մեզի պես, տեսավ բարակաները, թյուրուն չէր, բայց կուգամքդ օրհնյալը լասավ, և Աստված զինքը ուր դարավ, բալադին մեջ, բայց հոն հասնել է առաջ, դժվարությունները անցավ, որոնց մեջ Հովսեփ գադարյալ վստահություն ուներ իր հայրերուն Աստուծուն, գադարյալ։ Եվ իր ինքն էր պատճառը, որ ամբողջ հրյա ազգը ազատի սովեն։ Դանիել ևս Աստուծո հետ քալեց։ Առանցին, այս մարդիկը առանցին էին, առանցին, բալադի մեջ, հետանոսներով շրջապատված, սակայն իր սիրտը Աստուծո էր, Աստուծո հետ էր։ Եվ ամեն օրը 3 անգամ գաղութեր, փորձություն եկավ, չհաստվեցավ, կարևոր չէ սա, ես հավատարիմ պիտի մնամ։ Աբրահամ նույնիսկ Աստուծո հետ քալեց, պատրաստ էր իր որդին Իսահակը Աստուծո համար զոհելու, հավատաց, Աստուծո ըսածին հավատաց, հոսե շատերուն դժվարությունը, հոսե։ Աստուծո գա, ով չի հավատար Աստուծո, սակայն Աստված փամը գսե, չեն ընդունիր, չեն հնազանդիր։ Հավատալ այս կնշանակի, հնազանդիլ։ Աբրահամ հոժարեցավ և Աստուծո բարեկամ գոչվեցավ, բարեկամ։ Աստուծո հետ քալել ամեն բան առաջ կնշանակի մեզի որպես շնորհքի տնտեսության մեջ, մենք ալ նեղություններ, դժվարություններ ունենք, ամեն բան առաջ կնշանակի Աստուծո ներկայության մեջ լալ,
անոր հետ քալել ոչ թե բդույդի երթալ, ոչ թե ան մեր յետևենքա, հապա այն գիտակցություն ունենալ, որ Աստված մեզի հետ է, եւ ան գիտե ամեն բան, գտեսնե ամեն բան, եւ թե ան սուրբ է, արդար է, ողորմած է, քթարած է, ուրեմն Աստուծո հետ քալել, հաղորդակցիլ Աստուծո հետ, աղոթքով գսե արաքյալը բանի համար հոգ մինեք, հապա ամեն բանի մեջ, աղոթքով, խնդրվածքով, ծեր խնդրվածքը, կողությունով, հայտնի ըլլա, հայտնեցեք Աստուծո, Աստուծո հետ քալել, անոր հետ հաղորդակցիլ կնշանակե, երկրորդ Աստուծո հետ քալել, կնշանակե Աստուծո վախովը ապրիլ, Եբրայեցիս 11:5 որ գարտացինք, հավատքով ենով երկրե փոխադրվեցավ, որբեսի մահ չտեսնե ու դեղը չեր գտնվեր, վասնզի Աստված փոխադրեց ցանիգա, քանզի անոր փոխադրվել են առաջ վգայվեցավ, թե Աստուծո հաճելի էր։ Աստուծո վախ ուներ, անոր համար Աստուծո հաճելի կյանքը ապրեցավ։ Անոնք որոնք կսեն, ես Աստուծո վախ ունիմ սրտիս մեջ, Աստուծո մեկ վախնամ, սակայն կյանքը կտեսնես Քրիստոսավայել չէ, եւ հարց կուտաս ինչպես կլասի գսե որ ես Աստուծո վախ ունիմ, չի հասկացած, բարձրապես չի հասկացած։ Աստուծո վախը կնշանակե որ անոր հաճելի ըլլանք, մեր ծրագիրներու մեջ զայն առաջին դեղը տասենք, տնենք։ Ուրեմն, անոր արիտ դանք, որ ան մեր կյանքերը թասավոր է, այս կնշանակե Աստուծո վախ ունենալու։ Ով Աստված, ասինչ տեղը բիդերտամ, ինչ կսես տուն, ինչ կխորիս տուն, հարմար է, հետս կուքաս, այս կնշանակե Աստուծո վախը։ Դարձյալ Աստուծո հետ քալել, անոր հնազանդիլ, անոր գամքին ենթարկվել կնշանակե, անոր հաճելի ըլլալ։ Սիրելներ, երգիկ մտնելը թյուրին է, երբ ճշմարիտ հավատք կա, բայց եթե հավատքը գեղձ է, դժվար է, երբ ճշմարտապես մեկը գհավատա Աստուծո, գենթարգվի անոր, հոգի շունչ մարմին ամբողջությամբ անոր գենթարգվի, եւ այսպեսով թյուրին գլլա, այլապես եթե գեղձ հավատ կա, քանքատ կա այդ կյանքի մեջ, քանքատ կա ընտանեկան եկեղեցական, ուրախություն չի գա, աման ասալ չլար, չերլար, չև ջանում, ասիկա հիմա չի կալեր ասանք բաներ, ասի շատ ձանր է, եւ այլն, գսե, եթե Քրիստոսի սեր ունենակ առաքյալը գսե Աստուծո բադվերները ձանր չեն, փեր չեն, ասանք, ուրախությամբ գշալգեն, Աստուծո հետ կալել, ինչ մեծ շնորհք է, անոր համար, եթե հոս դերոջ հետ կկալենք, հավիտենականության մեջ այս մեծ փառքը պիտի վայելենք, սրդի որոշում մնե, ենով արավ այս որոշումը, արավ, մեկը չստիպեց, շուրջը շատ մարդիկ կային, առանցին դերան կակատը չեր, անաբադի մեջ, շրջաբադված էր մարդոցվով, ինքը որոշեց, ըսավ ես պիտի հնազանդին, ինչպես միշտ ըսած եմ, հնազանդությունը ընդրություն է, և ոչ թե ստիպողականություն, մեկը չստիպեր, հապա մենք գնդրենք, և գույրորեն արնվելի քայլ մչե, հապա գիտակցության համոզումի հիմք ունի, Աստուծո հետ կալել դարձյալ կնշանակե Աստուծմով ուրախանալ, քոհանալ կնշանակե Աստուծո հետ կալել, Ենով Աստուծո հետ կալելով իր տրախտը կդած էր, հոգին գշտացած էր, գուշտ էր հոգին, գուշտ էր,
Քրիստոնյան իր ուրախությունը զինք փրկող Քրիստոսի մեջ կգտնե։ Անոր մեջ երջանկություն կգտնե։ Ունեցած եք այդ փորձառությունը, գիհիշեք օրը դեղը Հիսուսի հանդիպեցաք, հասկացաք անոր առաքելությունը, ընդունեցիք զայն ձեր սրտի մեջ, գիհիշեք այն ուրախությունը, շարունակական է անշուշտ, շարունակական է։ Աստուծո հետ քալելու համար զայն սիրել պետք է։ Պատճառներ ըլլալու են, որ զասված սիրենք ու անոր հետ քալենք։ Ենով պատճառ ուներ գարտացված հատվածի մեջ գտեսնենք։ Պատճառ ուներ 22-րդ համար։ Ու Ենով Մաթուսաղան ծնանել են ետքը 300 տարի Աստուծո հետ քալեց։ Իր զավգին ծնանել են ետքը Ենովքի կյանքը փոխվեցավ։ Չէ, 300 քանի տարի ապրեցավ, 369 տարի եղավ։ 300 տարին Աստուծո հետ քալեց։ Երբ իր զավակը դեսավ, զավգի միջոցով Աստուծո սերը դեսավ իր վրա։ Երևակայեցեք Ենով բեբին գփրնե զավակը ասպես գնայի, գհիանա, հասկացավ, որ իր ասվածնալ այդպես գսիրե, ինչպես ինք գքուրքուրա, ցերկը գարնե, գփատտվի, գոհոքա, դեսավ զավգին միջոցով, որ իր երկնավոր հայրնալ իրեն գոհոքա։ Անոր սերը դեսավ։ Հորը սերը հասկացավ, երբ ինք հայր եղավ։ Ինք հայր եղավ։ Եվ ամեն անգամ, երբ զավգին գնայր, զավգին միջոցով իր քութը սերը հոգադարությունը նկատելով, Աստուծո սերը քութը հոգադարությունը գիշեր։ Թյուրին չեր կյանքը, այսօրվա հավատացյալները թագավորի պես կապրին, ամեն բան ունին, եւ միայն կքանքադին։ Ենովք էլեկտրականություն չկար այն adın, վայրանասուններով շրջապատված, հեթանոսներով, թյուրին չեր, ասված իր կյանքի մեջ կկործեր եւ դեսավ Աստուծո այդ բոլոր կործերը դեսավ։ Հասկացավ, որ ասված որքան գսիրե զինք։ Հորը սերը հասկացավ, երբ ինք հայր եղավ։ Արդյոք մենք մեր երկնավոր հոր սերը հասկացած ենք, ասի պետք է մեզի խորհիլ դա, անգեղծ եղիր, որքան ասված քեզ սիրած է։ Մանկութենդ մինչև այսօր, կյանքդ ինչ հանքրվաններ անցավ, Աստուծո սերը չտեսար, փյուր փառք, ամեն օր գվայլենք։ Ուրեմն գարշե ասոր փոխարեն անոր հաճելի ըլլալ։ Ասված պետք է բարձենա քեզբով, վգայե, ինչպես հոպին համար վգայեց, հոպ 1:8 գսե, և դերսավ սատանային, իմ հոպ ծարայս աղեք ուշադրություն ըրիր, որ երկրի վրա անոր պես կադարյալ և արդար ասվածավաղ ու չարութեն է ետ կաշվող մարդ չկդա, ասված կբարձենա հոպով, կբարձենար նաև Ենովքով, քեզմով կբարձենա։ Մարդ հարարածը վարժված է իր շուրջը թիդելու և ասել, ով գա ասվածավաղ կյանքը ապրող մեկը գա, որ ես ալ ապրիմ, շուրջիներուդ հետ մի չափվիր, եթե Ենովք ապրեցավ, թունալ գրնաս ապրիլ։ Ենովք մեզի նման մարդեր, գիրքեր ուներ, դգարություններ, թերություններ ուներ և գրծավ Աստուծո հաճելի կյանքը ապրիլ, քնած հոն ուր որ ասված հետը գերտար։ Եթե Ենովք 300 տարի Աստծո հետ քալեց, ես և թուն 50-60 տարի չենք կրնար քալել, ինչ կխորիկ դուք, դժվար է չէ, շատ դժվար է։
50 տարի, աչքդ բաց կոչե, գանցնին դարիները շոկի նման, դերևի նման մարդու կյանքը դերևի նման ծված է, չենք կրնար ապրիլ, կրնանք ապրիլ, կրնանք։ Մենք ալ պատճառներ շատ ունենք զասված սիրելու, անոր հետ քալելու, անոր հաճելի ապրելու շատ պատճառներ ունենք։ Կարևորը Աստված մեզի համար ինչ կվգայե, լավ կվգայե։ Սուրբ Գիրքի մեջ կարգ մանցեր կան, որ գհիշվի, որ որոնց համար Աստված վգայեց, ինք կվգայե։ Աստուծո ուզածին մեզ սիրտը Աստված վգայեց Դավիթին համար, Հոբին համար գարտացին, Դանիելին համար Աստուծո սիրելին, Դանիել Աստծո սիրելին, այնպես որ Մովսեսի համար Աստված վգայեց։ Եզեկիել մարգարեության մեջ Հոբ գբարձենա 14-14-ի մեջ 12-ին գարտամ հետաքրական է, նայեցեք, Աստված ինք 3 անձերու անուններ գուտա, գբարձենանոցում, գսե, և դերոջը խոսք ինձ եղավսելով, որդի մարդով, եթե երգիրմը անհավադարմություն ընելով ինձիթեմ մեղան չէ, ու ես անոր վրա իմ ցերկս երգնցնեմ ու անոր հացին ծուբը գդրեմ և անոր վրա սով ղրգեմ ու մարդը և անասունը անգե գդրեմ, մտի գրեք, ու եթե այս 3 մարդը Նոյ, Դանիել ու Հոբ անոր մեջ ըլլան, անոնք իրենց արդարությունով իրենց հոգին պիտի ազատեն, գսե դեր Եհովան։ 3 անձեր անուններով ես գիշե գբարձենա։ Մովսես Աստված վգայեց, որ ան հավատարիմ է, հավատարիմ։ Նոյ արդար մարդ էր, արդարությամբ ապրեցավ։ Եվ մենք ալ գրնանք նույնը անել եւ ապրիլ։ Ենով նաև մարգարեացավ, ինչպես Հութա նամակի մեջ գգարտանք։ Հութա 14-ին 15 որ գսե ամենուն Թադաստան անելու 14-ին գարտամ անոնց վրա մարգարեացավ Ենով կալ որ 7-րդներ աթամե ուսավ ահա դերը իր փյուրավոր սուրբերովը եկավ չեկավ դեր մարգարեներ այս ոճը գործած է չեղած եղածի պես կներկայացնեն որտեղ անպայման պիտի կա գսե եկավ ամենուն Թադաստան անելու ու բոլոր ամբարիշները հանդիմանելու իրենց ըրած ամբարիշտությանը բոլոր գործերուն համար եւ բոլոր խիստ խոսքերուն համար զորոնք ամբարիշտ մեղավորները անորթեմ խոսեցան այո այս մարգարեությունը պիտի կատարվի մարդիկ հավատան կամ ոչ եւ նաեւ քեղեցիկ խորհրդաբատկեր մը կտեսնենք Ենովքի երկինք արնվիլը եկեղեցին վեր արնվիլը գծություն է ուրեմն եթե Ենովք գրծավ ապրիլ 300 տարի Աստուծո հետ մենք ալ գրնանք ապրիլ ինչ եկեղեցիներ կան հավատացյալներ կան Աստվածաշունչը մեր ցերկը ունենք հոգևոր քրագանություններ կան աս բոլորին հետ մեկտեղ գրնանք ապրիլ Աստուծո հետ քալելու օրհնությունները շատ եւ որևէ բանի հետ չփախտատվիր վախճանն ալ փարավոր է վախճանն ալ 24-րդ համարը գսե ու Ենով Աստուծո հետ քալեց եւ չեր գտնվեր քազի Աստված արավ զանիգա երբ այս երկրի վրա հավատքով անոր վստահելով գքալենք պիտի կա այն օրը որ Աստված պիտի ասե գփավե այլևս քովսե ամենա փարավոր հանդիպումն է այս մարմնավոր եւ սիրտը այս մեղքի աշխարհին վրա կապված մարդը չուզեր լսել այս տեսակ խոսքեր մանավանդ Հովհաննես Արաքյալը երբ գսե ամեն ով որ այս քիրքը գգարտա թողսե ամեն
Եկուր Տեր Հիսուս։ Չէ, հիմա թող չկա, հիմա չէ հիմա։ Հիմա հարսս բզդիկ կսպասե, մույս թորնիկս պետք է վայելե, գիտես հիմա նոր խանութ բացի, պետք է ամուսնանա զավակս, ասա հիմա թող չկա։ Եթե այդպես լա, երբեք պիտի չսենք ամեն եկուր Տեր Հիսուս։ Այնպես որ երանի օրեօր երբ կքալենք այս աշխարհի մեջ մեր սիրտը Աստուծո գարչած ըլլա։ Ուրեմն օր պիտի կա որ Տերը պիտի արա շատ շնորհակալ եմ միջև ոսկալեցիր հիմա քովս եկուր այսպես հավիդյան իրեն հետ պիտի ըլլանք հավատքը դեսության պիտի փոխվի հույսը իրականություն պիտի դառնա Ամոր համար գաբրինք եթե մենք այս հույսը չունենք ամենաթշպախտ մարդը ինչու համար գաբրի ինչու թիզելու համար թիզեցիր դուն արիր երկրորդը երրորդը հսկա շենքնալ արիր միլիոններու դակ նստած ես ամեն դեղ գերտաս օքեյ հետո ինչ պիտի լա ամեն բան հոսպիտի թողես երանի այն մարդուն որ Աստծո հետ կգալի այո օրը հավատքը դեսության պիտի փոխվի եւ հույսը պիտի իրականանա թուն աբաշխարությունով Աստծո գոմ անցնելով անոր հետ գքալես եթե այո երանելի ես երջանիկ մարդ ես եթե ոչ գրնաս այսօր որոշել ասել ով դեր ես քեզ մի առաջ կվազեմ քեզի մեկ կողմ գցիկեմ բայց այսօր ուզեմ ուխտս նորոգել որոշել եմ որ քեզի հետ պիտի կանեմ քայլ առ քայլ ամեն օր երանի սրդիդ մեջ այս աղոթքը ունես Տեր Հիսուս այսօր ես որոշեմ քեզի հետ քալել սիրտս քեզի գարչածլա եւ ամեն օր քու գամքդ գադարեմ ուզեմ եսալ ենով քիբես ամեն օր քեզի հետ քալելով քու անբանդ փառք եւ բադիվ բերել ընդունե աղոթքս փառքիդ համար ամեն Տերը ցեզ արադաբես օրհնե եւ իր շնորհքի մեջ բահե եկեք վերջավորության երկենք 554-րդ երգը Քեղեցիկ երգմն է երրորդ տունը ոտքի վրա եւ աղոթքով պիտի փակենք մեր պաշտամունքը 554 Ashkadi
կարթնամ ես ալ Հիսուս, զավգած հետ մեծոր արության, միասին կողքալեմ քեզ հետ Հիսուս, ու սուր ներկայության մեջ ապրենք, մտիգանեմ, գամքին մեջ թողորսվի գամստերի։ Դեր Հիսուս այս երկը որպես աղոտ կպարսացնենք, մենք ալ դեր գուզենք ամեն օր քեզի հետ քալել, քեզի հնազանդիլ, այո դեր մեր շահը գբահան չէ, որ այդպես սնենք, որ դեր մեր ուրախությունը, երջանկությունը, քեզ մե գախյալը, քեզի հետ քալելու մեջ, օգնե դեր, որ մեր սիրտը քեզ մե չհերանա, եւ այսպեսով դեր միջ գաբրինք, քեզի փառք փերող զավակները լանք, գնքե խոսքդ, Սուրբ Հոգվի միջոցով յուրաքանչյուրի սրտի մեջ, որովհետեւ բդուղ փերե քու փառքիդ համար։ Ամեն։